Ես մի օրինակ եմ ուզում բերել եւ հավատում եմ ովքեր այդ կարգավիճակում են ինձ լավ կհասկանան։ Ես որ նոր ապաշխարում էի, ինձ հետ մի քանի անգամ նման դեպք կատարվել է։ Պաշտամունքի ժամանակ Սուրբ Հոգին լուսավորում էր ինձ, ճանաչեցնել էր տալի մեղքի բնությանը, մեղքի հետ։ Ինձ հասկացնում էր եւ ես զգում էի ոնց որ իմ մասին է քարոզը եւ մտածում եմ որ պաշտամունքից հետո պիտի գնամ ու խոստովանեմ։ Պաշտամունքը վերջանում էր, ամոթը խեղդում էր։ Ես հետ էի կանգնում, գնում էի տուն։ Տառապում էի միջև հաջորդ պաշտամունքը։ Երբ որ խոսք էր լինում, Սուրբ Հոգին նորից ինձ բացում էր այդ կարգավիճակ, ասում էի, չէ, արդեն հոգնել եմ, այսօր պիտի խոստովանեմ ու ազատագրվեմ այս ցավից։ Պաշտամունքը վերջանում էր, հակառակորդը միտք էր բերում, ամոթա։ Ինչ կասեն քո մասին, ինչ կմտածեն քո մասին։ Եղբայրեր քույրեր, նորից տուն էի գնում, բայց ամբողջ ճանապարհին տենց տառապելով մտածում էի Տեր Աստված, ողորմություն արա ինձ զորացրու, ես կարողանամ համարձակ խոսել ու ազատագրվել, բայց տենց շարունակվում էր իմ կյանքում, ամիսներ, միգուցե եւ տարիներ։ Նման դժվարությունը տենց երկարում էր եւ ես անընդհատ պայքարի ու պատերազմի մեջ էի։ Ի վերջո, երբ որ գտնում էի ուժ, կարողություն, երբ որ Սուրբ Հոգին ի վերջո արդեն փշրում էր, ամեն բան մոռանում էի, ամոթ բան, դες մի կողմ էի դնում, գնում էի խոստովանվում, ես տեսնում էի եղբայրը, որի մոտ ես կանգնում էի, իմ սխալները, իմ մեղքերը խոստովանում, ինձ հետ հավասար լացում էր։ Զգում էի, ասում էի Տեր Աստված ջան, էս ինչ մարդ եմ ես։ Ուրախ դուրս էի գալի ու սկսում մտածել, ասում էի Աստված ջան, խի փրկությունը, ազատագրությունը այսքան հեշտ էր։ Եվ ես ամիսներ տառապում էի այս ցավից, շատ հոգիներ, այդ հոգեբանությունով եկել են այստեղ։ Իրանց սրտի մեջ որոշում ունենալով, որ գնամ Սուրբ Հոգուց առած կարողանամ մոտենամ, խոստովանեմ, ասեմ, ազատագրվեմ, բայց շատ եղբայրեր ու քույրեր նստած տեղը սենց մտածում են, բայց վեր կենալուց պաշտամունքից հետո ասում են լավ է վաղը, առավոտ ճաշին, լավ այսօր հարմար չի, մի կանգնի տենց։ Իմ խնդրանքն է քեզ, Հիսուսի անունով մի ամանչի, մի պահի, ազատագրվի, խաղաղ քուն ունեցի։ Այդ տառապանքը ազդելու է քո ընտանիքի վրա, այդ տառապանքը ազդելու է քո եւ ծնող հարաբերության վրա, այդ տառապանքը ազդելու է քրոջդ նկատմամբ, եղբորդ նկատմամբ, այդ տառապանքը քեզ անընդհատ լարվածության մեջ է պահելու եւ ամեն մի հանգիստ խոսքն էլ շատ վատ ես ընդունելու։ Պատահել է ձեր հետ եղբայրեր քույրեր, որ քեզ հանգիստ հարց ա տվել, բայց դու բորբոքվել ես ու չոր պատասխանել ես, վիճել ես այդ մարդու հետ, ինքն էլ ա զարմացել, ասել է մարդ, ես ինչ ասի ես սրան, ես ախրան բան չասեցի, ես ինչի բորբոքվեց, ես ինչի ինձ վիրավորեց։ Տանձնավորությունը իրա բնությունից բխած քեզ վիրավորեց, դու բան չասեցիր, իրա ներսն է անխաղաղ, ինքն է անհաշտ Աստծո հետ, իրա ներսում կա տառապանք, ինքը չի կարող հաշտվի։ Իմ խնդրանքն է Տեր Հիսուսի անունով, նրա այրան զորության ու իշխանությամբ մի ամանչի, ես երեկոն անց չկասնես, ավիտն ասում է աչքերիս քուն, արտևանքրես դիրհում պիտի իշտամ, միջև իմ Տիրոջ հետ հաշտություն չունենամ, գնա Տիրոջ առաջ, խոստովանի Տիրոջը, ազատագրվի, այսօրվանից խաղաղ քուն ունեցի, գիշերն էլ չես քնում հանգիստ, գիշերն էլ ես տառապում, երազները քեզ հանգիստ չեն թողում, քո ներսում տառապանք է, ու պատմի, բժշկություն գտի, աղոթք արվի ու հաղթություն ունեցի Հիսուսի անունով։